Մանուկյան, ինչպես տեսակ երեք ճեպազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ Քյարքին Տիգրանաշենն այդպես անվանեց, հայկական չէ, այսինքն հրաժարվեց Տիգրանաշենից, որն է ձեր գնահատականը, հաշվի առնելով, որ նախկինում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՄԿ-ի եթերում ասել է, որ անկլավների հարց չկա, անկլավներ ընդհանրապես չկան, մինչ այդ Փաշինյանն ինքը ասել է, որ դե յուրե ադրբեջանական անկլավ չկա, այս տիպի հակասական լիքը հայտարարություններ արել ու այսօր հանկարծակի հայտարարում է, որ դե Քյարքին հայկական չէ։ Իսկ երբ է եղել, որ իշխանությունը իր հայտարարությունների մեջ քաղաքական հակասությունների մասին չի եղել։ Ես կարծում եմ, իր ամբողջ ուղով կործանումների եւ կորուստների մասին է եղել։ Եվ իզուր չէ, որ իրենց անվանում ենք երպատերազմյան կուսակցություն։ Այո, այն ցավը, այն 3 պատերազմի տարիների շրջանը, որը փաստացի ցավ եւ կորուստի մասին է, միայն իրենց տարիների, իրենց կառավարման օրոք է եղել։ Եվ կարծում եմ, դա ամենակոնկրետ կերպով դրանից պետք է խոսի իշխող կուսակցությունը։ Պարզ է, իսկ դուք օրինակ ինչով եք բացատրում այն, որ Տիգրանաշենում մասնավորապես 13/50 տրատեղամասում այս վերջին ընտրություններին ՔՊ-ն ստացել էր 249 ձայն, Ուժեղ Հայաստանը 56 ձայն, ԲՀԿ-ն 17, Հայաստան Դաշինքը 13, այսինքն ընդհանուր հաշվով ՔՊ-ն հաղթել էր։ Քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն 3, նաև այսօր էլ շարունակում է իր մոլորեցնող տանող հռետորաբանությունը։ Երբեք ազնիվ չի եղել հայ ժողովրդի հետ եւ երբեք էլ չի կարողանա լինել, որովհետեւ սեփական սխալներից նույնիսկ դասեր չի քաղել։ Ես կարծում եմ մոլորեցման ճանապարհով իրենք գնում են եւ փորձում են միջև այսօր էլ փորձել իրենց սխալ քայլերը փորձել տեղավորել այլ հռետորաբանության մեջ։ Ո՞նց են Տիգրանաշենի ժողովուրդը, այսպես ասած, բնակիչները ձայն տվել։ Ես կարծում եմ, որ իշխանությունը շարունակ, նույնիսկ նախընտրական process-ում հասարակությանը փորձում էր մոլորեցնել եւ այսպես ասած բևեռացման ճանապարհով տանել։ Իսկ դուք որպես ընդդիմադիր ուժ չեք պատրաստվում մոբիլիզացնել հանրությանը, չգիտեմ, փողոց գեներացնել եւ այլն եւ թույլ չտալ, որ Տիգրանաշենն էլ Արցախի ճակատագրին արժանանա։ Դրա վերաբերյալ կարող եք հարցեր ուղղել մեր ֆրակցիայի ղեկավարին, կարծում եմ Հավուր Պաչաչի պատասխան կստանանք բոլորս։ Դուք անձամբ կարծիք ունեք։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է տաք մեր ֆրակցիայի ղեկավարին եւ Հավուր Պաչաչի ստանանք պատասխան։ Շնորհակալություն։ Շիրազյան կմոտենաս նիա։